Արտահանումից էլ երկու բառ ասեմ, Ժորժ ջան։ Ես մի քանի տարի Ամերիկա եմ արտահանել, համ ձկնկի թե մի քիչ էլ գանք։ Ուրեմն մի քանի տարի Ամերիկա ենք արտահանել, փորձել ենք ամեն դեպքում։ Ուրեմն 3 տարվա մեջ ինքնաթիռով 2 տոննա ենք հասցրել ու 3 տարի այդ 2 տոննա չի դարել 2 տոննա 1 կիլոգրամ։ Ամսեկանի մասնախոսքը։ Ամսեկանի մասնախոսքը 3 տարի ամեն ամիս տարել ենք ինքնաթիռներով 2 տոննա, չեն կարողացել սարքենք այդ 3 տարվա մեջ գոնե 2.5 տոննա։ Այդ սա Այսինքն հեքիաթներ է։ Չէ, որովհետև մեր գնորդը դա հայ ոնց որ ոնց ասեմ, աշխատողներն են, հայ ապրողներն են ընտեղի, էմիգրանտներն են, այո, հայ համայնքն է, հայկական խանութներով առել են ուրիշ տեղեր, փորձել ենք, ռեզուլտատ չկա, որ 3 տարի ես պարզ ասում եմ, եթե մենք 70 տոննա օրը արտադրում ենք ձկնաբույսներով, ամիսը 2 տոննան դուք պատկերացնում եք ինչ է։ Մենք 2500 տոննա արտադրենք 2000 անգամ պակաս մերինից արտանք ու 3-5 տարի աշխատանք ենք դրա համար եմ ասում մենք Ռուսաստանի վրա 30 տարի 20 տարի աշխատել ենք 25 տարի ես եմ աշխատել ես 25 տարի ինչ որ մի սպորտ եմ գնացել կամ ջութակ եմ գնացել հիմա ինձ եկել են ասում են մի օրվա մեջ փոխի ես իմ գլուխ կոնձիտուր չեմ կարող 25 տարին Ժորժ ջան դա տենց ասում ենք դա մեծ սրոք է դա մեծ կյանք այդ 25 տարին, որ մենք դրել ենք։ Ասում են մի օր պիտի սկսեք, չէ։ Մի օր սկսենք, բայց 25 տարի է պետք որ դառնանք այդ քանակների վաճառող ընդ։ Ոնց որ ստեղ են 25 տարում հասել։ Մեզ չեմ կարող 2 օր ջութակի գնալ, այսին աշխարհը զարմացնել։ 2 օրում կարա մարդը գնա։ Համապատումներ է կիրառում, ինչ է առաջարկում։ Ռուսաստանը։ Հա։ Ահա։ Հիմա Եվրոպան առաջարկել է օգնի։ Ստացվում է մի դուրը առաջարկել է օգնի։ Առաջարկել է, ինչով է օգնել։ 0 3 ամիսա մեռնում ենք 0 Ժորժ ջան թող ասեն մեկին 100 դրամ փող ասեն ես ասում եմ տվեք մեզի թեկուզ չեմ ասում պարտքով տվեք ես իմ ձրի տվեք վարկով տվեք ես էլ գույք չունեմ 36 հատ գույքին նա դրած պլյուս սա ազգու տակին նա դրած ասում եմ ես այսօր գույք չունեմ բանկում դնեմ գոնե բերում եք Եվրոպայից փողը մեզ տվեք տոկոսով ձգենք մի ամիս էլ համար ոչ թե վարկ տալու այդպես են ասում ես Իրանք են որոշում։ Հիմա որ դուք աշխատավարձ եք ստանում, բերում եք ձեր տուն, ձեզի ձեր աշխատանքը տվողը ասում է, այս փողը անպայման կոշիկ կառնես, կամ երեխային կատ կամ դուք եք չէ որոշում։ Հիմա իրանց տվել են, իրանք էլ պետքա տեսնեն ում գլուխն է ցավում, ում կոշիկ չունի։ Տենց է թե չէ երկիր աշխատում։ Դե ուրեմն մենք չգիտեմ, ուրեմն պետք է տեղափոխվենք, ոնց որ ապրել ենք աշխարհում եք, ելի պետքա ծրվենք աշխարհում եք։ Եթե մեր երկրում անելու բան չունենք, ես ասում եմ, ես տեղափոխվել եմ ստե 30 տարուց ավել դուրս ապրելուց հետո իմ սանիկներն եմ համոզել մեր երկիրը լավն է տեղափոխվել են ամեն մեկը 3 տարի տեղափոխվել եք ռուբլովկի վրա սեփական տներով մարդիկ ապրում են մեջքի վրա հիմա փաստորեն դուրս է գալի խափել են մեր երկիրը այդքան էլ լավ չի որովհետև ապրում են Երևանում Հիմա կներեք էլի որքան է ձուկ արտադրվում դուք դա Օրը 70 տոննա ձուկ են արտադրում այդ ձկնաբույսները բոլորը միասին Ինչ ենք անում Միջև այսօր կերուն ենք տալիս ենք այսօրվանից մինուս են գնալու այդ թվերը Ինչ որ չափով ներքին շուկայում Մենք մի քանի օր առաջ էլ մեր լրատվամիջոցների հետ մեր երկու հատ հանդիպում ա եղել Սաղս ասել ենք, մեկը 7 օրվա կերունի, մեկը 5 օրվա, դաժե այդքան պարտկանելուց հետո։ Կներեք, ներքին շուկայում որոշ չափով ձեր արտադրած ձուկը իրացվում Ես այս շուկայում չեմ արտադրում, եկավ ավելի ցավալի մասը, էդ էլ ասեմ երկու բառով, որովհետև խոշորները իրավունք չունեն ներսում վաճառեն, որովհետև 100 տնտեսություն կարող է փակվի 3 հոգու սխալ աշխատանքի միջոցով։ 3 որ նախարարը գնացել էր հանդիպման, այդ տնտեսությունը խոշորների մեջ է մտնում ու եկել է 30 լիտրանոց տնտեսություններ կոնկուրենցիա մտել է ներս սաղին սպանում է այդտեղ եք գնացել նկարվում է ձեր երազած տղեն հա ու հիմա այդ մարդիկ ստեղ չկան որտեվ իրանք ջուրել չեն փակել 30%-ը որ փակել ենք բոլորս այս միասին նայել ենք իրար աշկերի մեջ իրանք չեն փակել հիմա իրանք աջակցություն են ստանալու Մեզի բա միջև դա ուրիշ կառավարություն էլ է եղել ու 40 տարի Նիկոլ Փաշինյանը չի եղել Մեզ ասել են 30% պետքա ջուրը փակեք, որովհետև խնայողություն։ Էլ եմ շեշտում անձրևաջրերի մասնախոսք, այդ արտիզյան, որ ասում ենք, դա ձնահալքից գնում է, հավաքվում է, ինչ որտեղ գալիս է վերևը գետերի տեսքով, տակը
ջրավազան ունենք հավաքվում է, ասել են պետք է խնայվի 30% բոլորս փակել ենք, բացի 1-2 տես շատ շուստրի ձկնաբույսներից, 1-2-ի մասն է խոսքը։ Հիմա այսօր եկել է հասել է մի հատ տեղ, մի հատ էլ են ասում 40 պետք է փակել։ Պարոն Կարապետյան, Ես ոնց եմ փակում, եթե իմ ձուկը ուռել է, եթե դուք ժամ եք դրել, ժամով, լիտրով այսքան պետք է պահես։ Հիմա ուռել է ձուկը բոլորի մոտ։ Ոնց եմ փակում։ հաստատի Դե ոնց որ ձեզ չեն տարակացնեմ։ ուզում ընդունել, որն է լինելու ձեր հաջորդ քայլը, սպասել, գնալ, հետո գալ, ինչ։ հարազատ մենք մի ամիս գծած ունենք։ Մենք համբերատար։ Այսօր չեմ կարող ասել, որովհետև դա պետքական վարչությունով ասենք։ Տենց է պայմանավորությունը, խնդրում եմ։ Չէ, նկատի ունեմ հիմա այստեղ սպասում եք, թե գնաք։ Մենք ստեղ կարող ենք 1 շաբաթ սպասենք։ 1 շաբաթ իրար փոխարինելով մեկը կգնա, մյուսը կգա, ոչինչ։ Մենք այսքանը չենք, շատ ենք, ինչ որ կես ընդեղ են հանգստանում, մեկը աշխատում է, ոնց է բանակում, որ կառաուլ են կանգնում։ Մեկը կանգնում է, մեկը հանգստանում է, մեկը պատրաստ է վազի օգնի։ Դենց մենք համբերատար մի շաբաթ կսպասենք։ Այո, ոչ պակաս։ Հիմա կեսը ասեմ, այստեղ մի 10 հոգի մարդ մենակ իմ աշխատակիցներից են սահմանից իջել։ 25 օրով սահմանել են ձկնաբույսները պահում, հասկացան։ Էլ ինչ անենք, մի հատ էլ ֆանար կապեք, գիշերը վարանենք։